Խոցված ուղղաթիռի դիերը վերադարձնելով MiG-24-ի գործը դեռ ավարտված չէ, կա 3 զոհ, Պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի, Ազատությանն ասաց նախարար Սեյրան Օհանյանը. Ծառայողական քննություն եւ նաեւ զուգահեռ քրեական գործ է հարուցված, որովհետեւ յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի եւ հրամանատարների կողմից եւ իրապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու ուղղությունների համապատասխան մասնագետները գնահատական կտան եւ համապատասխան ելքը կգտնեն։ Ազատության հարցին, թե ինչ նոր փաստեր ջրի երես դուրս կգան զինվորականների ու իրավապահների համատեղ քննության արդյունքում եւ հնարավոր է արդյոք քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարական կազմի անդամներ, նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ քննությունը սպառիչ կպատասխանի բոլոր հարցերին, միաժամանակ ընդգծելով ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։ Այդ նույն ուղով նրանք միշտ էլ իրականացրել են թռիչք, այս անգամ պարզապես հակառակորդի այդ դավանանքի այսպես ազդեցության արդյունքն է դառել, որ ուղղաթիռը խոցվել է։ Ուղղաթիռի խոցումն անպատասխան չի մնալու, կրկնեց նախարարը, 3 հայ զինվորականներին ճանապարհելով խաղաղապահ առաքելության։ Այս ինքնաթիռը 32 ուղևոր ունին։ Նրանցից յուրաքանչյուրը Լիբանան մեկնում է միևնույն առաքելությամբ։ Հայ խաղաղապահները այնտեղ կմնան 6 ամիս։ Զվարթնոց օդանավակայանում հայ խաղաղապահներին հանդիսավոր ճանապարհ դնող Սեյրան Օհանյանն անկեղծացավ. այս պահին երկար են սպասել։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաքելությունը դեպի Մերձավոր Արևելք նորություն է։ Կարծում եմ, որ սա մեր համար պատմական պահ է, որովհետև միջերկրական ծովի ափին Լիբանանում, որտեղ որ մեր հայրենակիցները երկար տարիներ ապրում են, որտեղ որ երկար տարիներ ապրել են տարբեր կրոնական դավանանք ունեցող մարդիկ իրար հետ խաղաղ, այսօր այդ խաղաղությունը ապահովել անչափ կարևոր է։ Տեղանքը նոր է, առաքելությունը ոչ։ Իտալական զորախմբի հետ Միացյալ Ազգերի կազմակերպության UNIFIL ծրագրում ընդգրկված բոլոր հայ զինվորականներն արդեն մի քանի անգամ հասցրել են ռազմական ամենատարբեր իրադրությունների կիզակետում լինել։ Մեկ անգամ Աֆղանստանում, 2 անգամ էլ Կոսովոյում։ Խաղաղապահ զորքերում 10 տարվա փորձ ունեցող Հմայակ Մարգարյանը առաքելության դժվարությունների մասին չի խոսում։ Որպես հայ, որպես հայ ազգի զինծառայող, մենք մյուսին աղթում ենք ընդհանրապես բարի ծառայություն ու շարունակենք մեր ծառայությունը։ Լիբանանը հայաշատ երկիր է, բայց անձնակազմի նպատակն ավելի ընդգրկուն է։ Իսրայելա-լիբանանյան սահմանին մոտ հայ տղաները կպահպանեն անցակետն անցնող յուրաքանչյուրի անվտանգությունը։ Փորձենք եւ կներդնենք մեր ամբողջ կարողությունը եւ մեր ունակությունները, որ կարողանանք փառքով եւ պատվով մեր ազգի եւ մեր զինված ուժերի պատիվը բարձր պահենք։ Շատ ուրախ եմ, քանի որ հենց ես էլ կարողանում եմ ինչ-որ իմ մասնիկ ունենալ ընդհանրապես երկրագնդում կատարվող խաղաղության մեջ։ Հայաստանը Միացյալ Ազգերի կազմակերպության հետ համատեղ մարդասիրական առաքելություն է իրականացնում 2004 թվականից։ Ներկայումս հայ զինվորականներն իրենց առաքելությունն են իրականացնում Աֆղանստանում եւ Կոսովոյում։ Բարի ծառայություն, բարի վերադարձ։ Վերջին բարեմաղթանքներն ու հրահանգները նաև նախարարի կողմից ստանալուց հետո խաղաղապահներն ինքնաթիռ բարձրացան Լիբանան մեկնելու։